Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ էծը դարձավ 80 տարեկան, նրա մտերիմները էծացման երեկո կազմակերպեցին։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է, ինչպես միշտ, այսօր նույնպես ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր։ Ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 10:30 դուք միացնում եք AMJ հեռուստաընկերության եթերը եւ իհարկե դիտում եք Armenian Evening հաղորդումը եւ անհամբեր սպասում եք, թե ով է այսօր լինելու հյուր։ Ասեմ ձեզ, որ նույնպես շատ լավ է լինելու, դրա համար ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպես սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center կազմակերպությունը կօգնի ձեզ այս հարցում։ Հեռախոսահամարն է 409 9000 Եթե դուք մտածում եք ինչպես ձեր հանգստյան օրերը անցկացնել կամ այսպես ունեք հանգստյան օրեր եւ չգիտեք ինչպես անցկացնել, մտածելու կարիք չկա, որովհետեւ կա Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Սա առողջարան է, պարզապես համալիր չէ։ Այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով, շատ հարմարավետ համարներ։ Մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է լիարժեք լավ հանգիստ անցկացնելու համար։ Դրա համար եթե ցանկանում եք լավ հանգիստ, զանգարում եք հենց այս պայն 760 329 6033, ասում եք բարև ձեզ, ունեք ազատ տեղ, ասում են գիտեք ունենք, շատ լավ է, ամրագրեք այդ տեղը եւ գնում եք միանգամից այնտեղ հանգստանալու։ Եթե տեղ չունենան, շուտ էր պետք զանգել ուրեմն։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, շատ արագ այսօրվա նորություններ ընթերցեմ եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Գիտնականները պարզել են, թե ինչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունով։ Իդեպ պարզելու ընթացքում գիտնականներն են արյուն խմում, իսկ մոծակները լուռ հետևում էին։ Եվրոպական համալսարաններից մեկում առաջին անգամ խաչասրել են խոզին եւ մարդուն։ Ընդհանուր առմամբ վատ չի ստացվել։ Ուղղակի այդ մարդուն, ով տեսնում է, ասում է Ալես խոզինն այ։ Սիրելի հեռուստադիտողներ, մի քանի վայրկյանից կմիանանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է դերասան Խաչատուր Հունանյանը։ Խաչիկ ջան, ուրախ եմ քեզ տեսնել, բարի երեկո։ Բարև ջան։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար եւ կարծում եմ այսօր շատ հետաքրքիր երեկո միասին կանցկացնենք։ Ահա։ Խաչիկ ջան, դե միանգամից իհարկե հարց, որը պարտադիր առաջին հարցն եմ տալի մեր հյուրերին, իրենց ասպարեզում արդեն հասած բարձունքների, հասավ լավ պրոֆեսիոնալներ դարձած, ով էր այն մարդը, ով քեզ տեսավ այդ դերասանական հմտությունները, ասեց, այս երեխեն կարա դերասան դառնա։ Կարող է մարդ չէ դու ինքդ էր օրինակ ասել, ես ուզում եմ դերասան դառնամ, կարող է այդպես է ստացվել, բայց ամեն դեպս կա այդպեսի, ով էր։ Շատ բացի ծաղալու պատասխանալու փոքրուց երբ ես շատ փոքր էի, երևի կարող ասեմ երկրորդ երրորդ դասարան, իմ մոտ ստացվում էր դերասանությունը
որ իմ շրջապատի բոլոր մարդիկ, մեր հարցները, բան, տենց բոլորը ինձ ասում են դերասան, իմ մականունը դերասան էր հենց։ Օ, մականուն դերասան։ Սկսվում էր դերասան մականունով, նու արդեն լուրջ ընդունեցի այդ մականունը ճիշտ ասած, հետո զգացի, որ չէ, կա ինչ-որ մի բան, որ կարամ դրա շուրջ աշխատեմ, հետո հետագայում հասնեմ արդյունքներին։ Ահա, շատ լավ։ Եվ փաստորեն դու հենց փոքրուց, բայց դու երազում ես ինքդ ես ցանկանում դառնալ։ Իհարկե։ Շատ լավ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ընդհանրապես կմիանանք մի քանի վայրկյանից հետո, ինչու, որովհետև եթե դուք նկատեցիք, այս պահին մեր սեղանին չկա ջուր, իսկ հաշվառ որ մեր հյուրերի հետ մենք անբաժան իհարկե խմում ենք ջուր ընթացքում, այնպես որ մենք կմիանանք մի քանի վայրկյանից հետո։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, ահա տեսնում եք ջուրը սեղաններին, այսինքն մենք լիարժեք Խաչիկ ջան կշարունակենք մեր եթերը։ Լավ, փաստորեն դերասանական իհարկե իմտությունները կար, ինչպես դա արտահայտվում էր դպրոցում։ Սովորաբար միշտ դպրոցական տարիներում միշտ ով որ դերասան են, միշտ քաշված էին, չէ, որովհետև ինչ որ միջոցառում միշտ ինքը պետքա լինի եւ նմանատիպ քեզ մոտելա, չէ, երևի եղել, հա, հանգիստ չէին թողում։ Չէին, ես ճիշտ ասած մի հատ դեպք պատմեմ դերասանության հետ կապված, ուրեմն 8-րդ դասանում էի սովորում ֆիզիկայի ժամեր եւ ես Դավիթաշենից գնում էի Օրբելի դպրոց, դե բոլորս գիտենք, որ Դավիթաշենից Օրբելի մետրո չի գնում։ Մետրո չի գնում, այո։ Ու ինչ եղավ, ուշացած գնացի, արդեն մի 10 րոպե մնում որ զանգ գտար, ես սկսեցի լուրջ դեմքով ասել չեք պատկերացնի ինչ եղավ ընկեր Եղիազարյան, եթե ինքը մեզ դայմա բարևում եմ այդ ուսուցչուհու շատ էի սիրում, ասի մի հատ տարեցկին մի հատ երեխա տվեց ձեռքս, բա բռնի փող անեմ մի հատ բան, բայուսակիցս ու ինքը թռավ դռներից դուրս մետրոյի, փակվեց դռները, երեխան մնաց գիրկս։ Ու սենց ես մի 20 րոպե պատմում եմ այս պատմությունը։ Երեխեքը լուրջ բան, դե արդեն ընկերներս հասկացան ինչա կատարվում այս կողմին։ Մեկ էլ վերջում ասես, բայց մի րոպե Դավիթաշենից Օրբելի մետրո, չէ, գնաք ու իշտեմ ասե։ Ծծապայտը շփրտեց դռան կողմ, չէ, բոլորս ծիծաղացին։ Շատ լավ, հետագա, բայց փաստորեն այտենց այսպես կատակներ, հումորներ շատ էր անում այդ։ Հա, ընդհանուր առմամբ մեր դասանում ջրիկ ընկերության տենց շրջապատ ունեինք, դպրոցում ունեինք տենց շրջապատ։ Համ ջրիկ էինք, համ լավ էինք սովորում, համ տնտեսագիտություն գիտեինք, համ սովորում էինք։ Շատ լավ, այո, որովհետև այո, լավ սովորելը շատ կարևոր է, որովհետև ջրիկ լինելն էլ է իհարկե պետք։ Որովհետև ինչու նոր ասեցի, ես ակամա հիշեցի, բայց արդեն ուսանողական տարիներն էին, դե բնականաբար ուսանողական տարիներ, որ կավեն ենք խաղում եւ այլ, դասի համարյա չենք հաճախում։ Իհարկե ունենք որոշակի առումով այսպես թողնում էին, բայց կային դասախոսներ, որ չէ, կապ չունի, դու կավեն ես, գնա ուրեմն կավեն ինստիտուտից եւ լինում էր դեպքեր, երբ ես հիշում եմ մի անգամ, որ ցենց գլուխս կապեցի, թե բռնած որ անգել եմ, չգիտեմ, ինչ-որ մի այսպես պատահար եւ այլ, որպեսզի ամեն տիպի անգամ մատանի ենք դնում մեր մատին, որ գիտեք, նշանվել ենք դրա համար, որպեսզի ստանանք գնահատականներ։ Խաչիկ ջան, լավ, դպրոց ավարտելուց հետո ընդունվեցիր, բայց ոչ դերասանական ընդունվեցի։ Չէ, ընդունվեցի պոլիտեխնիկ։ Ահա, իսկ ինչու ոչ դերասանական այդ դեպքում։ Ճիշտն ասած, ես միշտ մտածել եմ, որ դերասան դառնալու համար պետք չի կրթություն։ Ահա։ Ես դες մտածել եմ, եթե բավականաչափ գրքեր ես կարդում ու տեղեկացված ես իրականում արվեստի ոլորտում, ինչա կատարվում, մյուսը, ինձ թվում է պետք չի կրթություն։ Ինչ որ բաներ պետք է։ Ես որոշակի առումով քեզ հետ համաձայն եմ, իհարկե որոշակի ոչ, դե որոշակի համաձայն եմ, որովհետև մենք ունենք փայլուն դերասաններ, գիտես, որոնք ովքեր չունեն դերասանական կրթություն, բայց այնուամենայնիվ երբ օրինակ դերասաններին ես հարցնում եմ, ովքեր այսպես ավարտել են, իրենք ասում են, չէ, այնուամենայնիվ պետք է, որովհետև ինչ որ բան սովորում ես, բայց երևի հա, գիտես, եթե քո մեջ դերասանական տաղանդ կա, դե մի քիչ շտկելն է երևի թե պրակտիկայով կլինի, հա, երևի։ Եթե դու իմ հետ մի քիչ համաձայն ես, մի քիչ չէ, ասեմ, որ ես էլ իմ հետ մի քիչ համաձայն չէի, որ պետք չէր կրթություն, ու եկա ստեղ ստացա կրթություն 4 տարի ես։ Մենք հələ կհասնենք միջև այստեղ։ Բայց պոլիտեխնիկը դու ավարտեցիր։ Չէ, 2 տարի սովորեցի,
ու ճանապարհորդություն եւ աշխատանք, այտենց ծրագիր կար Հայաստանից Ամերիկա գալու։ Եկաստեղ պիտի հետ գնայի, չգնացի ու։ Ահա, այսինքն այդպես եկար։ Իսկ ինչի դեպ պոլիտեխնիկ որ բաժիններ։ Ճարտարապետաշինարական, սովորում էի շինարարական նյութերի եւ կառուցվածքների արտադրություն բաժնում։ Ինժեներական էի սովորում։ Բայց դա վատ բան չէ։ Շատ լավ էր, հա։ Նորմալ տենց փողոց կարելի։ Նորմալ սովորում էի, նենց ավար սիրում էի, բայց իմը չէր։ Քոնը չէր, հա, շատ կարևոր է իհարկե։ Լավ, այսինքն փաստորեն ուսանողական ծրագրով եկար Միացյալ Նահանգներ եւ այստեղ մնացիր։ Որոշեցիր մնալ, շատ լավ։ Դա արդեն քանի տարի։ 21 տարի առաջ։ 21 տարի արդեն փաստորեն Միացյալ Նահանգներում, ահագին է, էլի փաստորեն։ Լավ, իսկ հիմա արի ասենք փաստորեն այստեղ ավարտեցիր այդ պոլիտեխնիկ։ Այո, ավարտեցի։ Ավարտեցիր եւ Beverly Hills Playhouse, տենց է կոչվում դպրոցը, շատ հայտնի դպրոց է։ Ահա։ Beverly Hills-ում է գտնվում ու այնտեղ իրականում աշխատում էին շատ պրոֆեսիոնալ մարդիկ։ Մի րոպե, դա Playhouse-ը կապ չուներ բանի հետ։ Playhouse-ը դա դպրոցի անունն է։ Դպրոցի անունն է, բայց քո մասնագիտականն էր, չէ՞, թե քո մասնագիտականը։ Մասնագիտը դա դերասանական դպրոց է։ Ես դա չէ, ես նկատի ունեի պոլիտեխնիկդ քո, որ եկար այստեղ, դա Չէ, դա թողը մի կողմ եմ դրել։ Էդ եմ ասում, դու եկար եւ դարձա, ասենք դերասանական Playhouse, ահա, Նախ մենակ էստեղ պետք էր աշխատել, պետք էր գոյատևել, վարձեր վճարել։ Քանի տարի սովորեցիր այդ դպրոցում։ 4 տարի սովորեցիր եւ իսկ այ հիմա տես դու այ հիմա այսինքն դու ավարտել ես նաեւ ինքը ավարտել ես Միացյալ Նահանգներում այդ տարբերություն զգում ես պետք էր թե չէ Իհարկե պետք էր։ պետք էր Այո։ հա այսինքն Այսինքն հայկական բեմից դեպի ամերիկյան բեմ կամ էկրաններ դրանք տարբեր բաներ են շատ։ Այնտեղ մտածելակերպ ուրիշ է, այնտեղ ուրիշ է, մատուցման ձևը ուրիշ է, շատ բաների Ես բայց օրինակ դա քեզ տալիս է ավելի վստահություն։ Ինձ օրինակ այս դպրոցը տվել է վստահություն իմ ամեն ինչի մեջ խոսալու, չկաշկանդվելու, օրիենտացիայի հետ կապված հարց կա, որտեղ ստեղ Ես հաշվանելով որ շատ եմ, նո վերջի տարիներին իհարկե շատ եմ, այսպես հա ամերիկյան այսպես ֆիլմերի հետ ես նույնպես շփվում եմ, ես իհարկե չեմ ուզում խոսել դերասանականի, դու ասեցիր, բայց շատ եմ իհարկե ուզում անպայման նշել այդ կազմակերպչական աշխատանքը, որովհետև այո, բայց իհարկե նման բաներ կա, ինչու, որովհետև օրինակ դու նույնպես մեզ մոտ է Երևանում, կարող է ժամը 8-ին քեզ կանչեն նկարահանման, գնում ես ժամը 8-ին, որ պետք է նկարվես, ժամը 8-ից սպասում ես մինչև երեկոյան ժամը 9-ին նկարվես, ու դու գնաս տուն Ես տուն հետո հաջորդ օրը նորից գալիս ես էլի նույն ժամը 8-ին։ Այսինքն այլ ինչ է կանչում 8-ին, հա, բայց ի տարբերություն, որովհետև եթե մեզ մոտ ասում են ժամը 8-ին նկարահանումը սկսում է կամ 7-ին, միջև գալիս են, միջև 9-ին հավաքվում են, միջև մի հատ կոֆե ենք, մի հատ կոֆե խմենք, մի հատ ծխենք բան նոր, sense բան նոր սկսում են, այնտեղ հա 7-ից որ ասում են սկսում են նկարահանումը, ուղղակի դու ես ուշ նկարվում։ Խաչիկ ջան, բայց այնուամենայնիվ արի, այսպես ասենք, դու որ ավարտեցիր ինչ որ առաջարկներ եւ այլ այդ ամերիկյան շուկայում, թե այդպես չէ։ Ուրեմն ասեմ, այդ ամեն ինչի տարօրինակությունը ինչն էր, ես ճիշտ ասած չեմ սիրում վազել ինչ որ մի երազանքի հետևից, վազել չեմ սիրում։ Ես հավատում եմ նրան, որ կամ տվյալ մտածած բանը ինձ մոտ կգա, կամ ես եթե իմը չի։ Դրա համար եղան ինչ որ քաստինգներ գնացի, եղան բուճուր ֆիլմեր, որտեղ ես մարմնավորեցի որոշ կերպարների, բայց շատ փոքր ֆիլմեր էին եւ ես գիտեի, որ դրանք չեն բարձրանալու ոչ միտեղ։ Հասկացա, որ պետքա background դերասան լինես, այսինքն ամբողջի հետ խաղաս, հետո ինչ որ մեկը քեզ նկատի, այս ճիշտ ասած չեմ նախընտրում դա, որտեղ իմ համար ավելի լավ է լիներ գյուղում առաջինը, քան քաղաքում վերջինը։ Հասկանալի։ Դրա համար մտածեցի ավելի լավ է ինչը որ պետքա լինի, թող լինի թեկուզ ասենք մեր հայկականում, ես շատ հաճույքով աշխատում եմ մեր պրոյեկտներում։ Իմ ազգի համար եմ անում, մեր համար եմ անում, բայց էլի ուշ չի, երբեք այտենց բաների համար կլինեն լուրջ պրոյեկտներ, կլինեն հանդիպումներ, եղել են հանդիպումներ։ Ես Al Pacino-ի հետ եմ հանդիպել իմ դպրոցում, իմ ներկայացում, ես ներկայացում եմ բեմադրում այնտեղ Rounders ֆիլմից։ Իմ դասատուն, իմ դասախոսը Չիկ Վեներան մահացավ 2 տարի առաջ, ինքը իտալացի, Broadway շոուներ արած, մարդ է շատ լուրջ։ Ասաց սյուրպրիզ ունեմ, եթե այս բանը հաջողես, այս ներկայացման վերջում սյուրպրիզ ալնելու, ասես չնայած չեմ կասկածում որ հաջողվելու է, մենք շատ երկար պատրաստվել էինք մեր ուսանող ընկերների հետ ու բեմադրել էինք այդտեղից կազինոյի մի հատված, այտենց կրիմինալների, ռուսական մաֆիայի ու վերջում Al Pacino-ն իջավ այդ աուդիտորիայից իջավ թորան հետ ու ես
ուղղակի զարմացա թե ինչ կատարվեց այդտեղ։ Ես Շատ հետաքրքիր հանդիպում էր այո։ հոգեվիճակը։ Շատ, ու այդ ժամանակ ես անօրինական էի թղթեր չունեի, շատ վատ վիճակ էր, ու ինքը այդ ժամանակ աշխատում էր դոկտոր Ջակ Գևորգյան պրոյեկտում։ Ու ինքը ասեց, կարո՞ղ հետաքրված լինես, խաղաս, ինչ-որ ասիստենտի դեր կար, որ իր համար ինչ-որ տեղ կաշ տղա խաղացե մենք, չէ։ Ոնց որ այդ դերի համար ինչ-որ բան խոսած, ասացի չնայած անօրինական եմ ստեղ հլը բան, ասաց դեմեցկո բաների հետ են աշխատում ստուդիաների կորպորացիաների, որ քաօրինական են, չես կարա, այտենց խոսակցությունը ծրեցինք ճիշտ ասած, բայց ասացի ժամանակ կա դրա համար, իհարկե թե մի բանը քոնը չի, ես չեմ նեղվում դրանից, եթե մի բանը մի անգամ լինում է, ինքը էլի լինում։ Այո, եթե մի բան այո չպետք է լիներ, ուրեմն չպետք է լիներ, բայց հետո ես որպես հայ ինձ մի քիչ տեսած պահեցի, Ալ Պաչինո գիտես մենք ինչեր ենք, կարող զարկանքներս դերասանություն ենք արել։ Ես քեզ վաղ կզանգեմ, Շատ լավ, բայց հիմա արի փաստորեն այնուամենայնիվ իհարկե, չնայած դու ճիշտ ասեցիր բեքգրաունդի, ես քեզ հետ համամիտ եմ, չնայած իհարկե շատ դեպքեր են լինում, այո, բեքգրաունդի ժամանակ հենց նկատվում են, մենք էլ շատ տարբեր մարդիկ ենք։ Ինձ թվում է դա լոտո խաղալ է։ Համամիտ եմ քեզ հետ։ Բայց կա երկրորդ этаպը supporting դերերը, որ էպիզոդիկ դերերն են, supporting-ը, որը որոշակի առումով էլի background չի, բայց supporting։ Բայց այսօր casting agency-ները շատ մարդիկ ունեն այսօր, էլի դու տեղ ոնց որ հերթի տակ ես։ Ես հերթ կայնել չեմ սիրում լուրջ։ Եթե ես գնում եմ խանութ առևտուր անելու ու տենում եմ որ կասայի մոտ հերթա, այդ ամեն ինչը կարամ թողեմ ու դուրս գամ տեղից։ Իմ մոտ սենց է։ Կամ ուրեմն հետո իմ օրը չէ։ Դա կամ մի հատ պերֆեկցիոնիստ ես, այսինքն։ Այս տենց եմ անում։ Կամ իմ մոտ պետք է լինի ամեն ինչ լավ, կամ չպետք է լինի։ Իսկ բոլոր հարցերում ես ծայրահեղ։ Այո, տենց է։ Բոլոր հարցերում։ Ցավոք սրտի տենց է, այո։ Բայց դժվար է, խնդրեմ։ Անհամբեր եմ ու հա, տենց է։ Մի քիչ դժվար է, որովհետև մի կողմից լավ է։ Շատ լավ է, այո։ Չէ, բայց մի կողմից է որ պետք է մի քիչ այսպես ճկունություն լինես, այդ ճկունությունը չկա։ Որտեւ սենց, ուրեմն սենց։ Հա, ես որ գնում եմ շոր առնելու խանութից, ցած ասեմ։ Մի անգամից դրսից արդեն ընտրում եմ ինչ եմ առնելու։ Ասենք եթե գնում եմ կնոջս հետ կամ մանտես, մի հատ գնանք այս խանութից այն խանութ, մի հատ գնանք մյուսը, մի հատ Շերմանոքսի մոլից գան Գլենդել, բան չոր իշտեն գումի բազար, բան։ Տենց չի, մոտ ես մտնում առնում եմ դուրս եմ գալիս։ Օ, ես ինձ թվում է երկար լողանալը, երկար տուալետում նստելը, դրանք ժամանակի կորուստներ չի կարելի։ Պետք է մարդ ծախսի քիչ ժամանակ, այն ընթացքը օգտագործի ինքնակրթվելու, ինչ որ մի բանից տեղեկանալու, ինչ որ մի բան նոր սովորելու։ Բայց ես քեզ համաձայն եմ, բայց դու իհարկե նշեցիր պետքարանի մասին, որ գնալ նստել, բայց սովորաբար որ գնում ես պետքարան նստես, շկրտվում ես, չէ՞ որ դու գնում ես քարտում։ Ճիշտ ասած միակ։ Գնում ես կարտը։ Հետո ես հեռախոսով չեմ գնում պետքարան։ Ամեն առաջի բանը։ Ես իհարկե խոսքը բացվեց, բայց մենք օրինակ երիտասարդ մեր տարիքի իհարկե մենք գնում ենք գրքերով։ Հա, գրքերով, չէ։ Գրքերով։ Հայ, դա գրքերով ենք գնում։ Հետո գրքերը փոխվեց հեռախոսի։ Ես եթերից դուրս մի հատ անեկդոտ կպատմեմ քեզ հետո, դա եթերը ինչի։ Այդ ռադիոների դարաշրջանից էլի մեր։ Շատ լավ։ Խաչիկ ջան, իսկ փաստորեն հա, դա ավարտեցիր, հիմա մի քիչ ուզում եմ խոսել, որովհետև դու շատ իհարկե պրոյեկտներով, այսինքն դու խոսեցիր հայկական պրոյեկտների մասին, դա ոնց եղավ առաջարկը եւ արդեն որքան պրոյեկտներ մասնակցել ես շատ, չէ՞ երևի։ Այո, շատ է։ 2009 թվականից սկսվեց այդ ամենը, երբ նկարում էին ստեղ առաջի հայկական հեռուստասերիալը «Իմիգրանտները»։ Այո, «Իմիգրանտները»։ Շատ պատահական եղավ ճիշտ ասած, այն ժամանակ Հոլիվուդում հիմա էլ կա Նաիրի ռեստորան կա եւ սուպերմարկետ։ Այդտեղ ծանոթ աղջիկ կար ինձ, որ աշխատում էր, մեծ բարեկամ աղջիկ, ասեց. «Դու ամերիկյան դպրոց ես, չէ՞ գնում մտամ»։ Ասեցի, հա, սովորում եմ։ Ասեց հետաքրված չես հայկական ֆիլմերով։ Ասի հետաքրված եմ։ Ասեց հիմա ես հետևի ռեստորանում հայկական սերիալ են նկարում ինչ-որ ստեղ։ Կարող եմ այդ մոտենաս մեկին։ Մոտեցա Արա Ղազարյանին եւ Դավիթ Ադամյանին մեր։ Խոսացինք երկու բառեսկոմ մենկոմ, տենց ինչ-որ։ Բայց ախր տես, հիմա գիտես ինչ, լավ ասեցիր, հա, բայց հիմա գիտես ինչումն է վատը։ Այ դու հիմա մի բան ասեցիր, այսինքն դու հայ լինելով եկել ես այստեղ, ավարտել ես, այսինքն պրոֆեսիոնալ դպրոց ես ավարտել դերասանական։ Լավ, այդ չի կարելի նկատել քեզ ոչ թե դու գնա, այսինքն մի քիչ մարդիկ չկան մեր այսպես հայերի մեջ, ովքեր նկատեն այդ մարդկանց հրավիրեն, ոչ թե դու գնաս տեսնես։ Լավ բան ես ասում։ Մեր ազգը տարբերվում է մնացած ազգերից։ Այ հասկանում ես, դրա համար շատ ներողություն օրինակի համար, չնայած ես իհարկե
Չեմ ուզում համընդհանուր խոսեմ, բայց իհարկե կա ռեժիսորների խնդիր, որտեղ ռեժիսորը եթե մի դերասան է տենում, ինքը ուրիշ դերասան էլ չի տեսնում, այսինքն եթե իր այդ է խաղում, ուրիշ էլ ինքը ոչ մեկ էլ չի կարող խաղալ, այդ դերասանն է իր համար վերջ, դա մի քիչ անհասկանալի է, եւ դրա հետ մեկտեղ մարդը ավարտել է, այսինքն ունի բեքգրաունդ, ավարտած բեքգրաունդ եւ ինքը պետքա գնա, հոп մեկ էլ պատահական տեսնի, իսկ ինչու պետք չէ մարդուն դերասան, այսինքն գտնել, փորձել, տեսնել, այսինքն եւ առաջարկ անել, էլի հասկանում ես։ Ну եղել են առաջարկներ, բայց կարար ավելի շատ լիներ։ Դե համենայն դեպս Խաչիկ ջան, դա քիչ Մեզ բան մոտ չի։ ես ասեմ ինչ խնդրեմ կա, ես այդ եմ նկատում, որ այսօր ռեժիսոր ունի դերասան ընկերներ։ Այո։ Ու երբ որ ինչ-որ պրոյեկտ է արվում, առաջի դեպքում զանգում են իրանց, դրա համար ասենք որ մեր պրոյեկտները նայում ենք, հիմնականում սա նույն դերասաններն են։ Դրա համար չեմ նեղանում, լավ է, ես չունեմ ռեժիսոր ընկերներ։ Չէ, ես բան չունեմ ասելու, կարող է լավ է։ Դե համենայն դեպս ես օրինակ, հիմա ճիշտ ասած իհարկե ժամանակ չեմ ուտնում շատ դիտելու, բայց օրինակ Հայաստանում շատ է դիտում, չէի դիտում, ուղղակի միացրած էր հեռուստացույցը եւ տանանդամներն են, հա, շատ դիտում ռուսական տելեսերիալները։ Տատիկը ասած։ Ռուսական հեռուստասերիալները երբ նայում եմ, դե միշտ այս աչքի տակով տեսնում ես, չէ՞։ Ես տեսնում եմ, որ նույնը իրանց մոտ է։ Իրանց մոտ նույն Այսինքն մեծ եկա Ռուսաստան, մենակ Հայաստանը Քիփլիկ մեր Հայաստանը։ Մեծ Ռուսաստան, այդ հեռուստասերիալները նույն մարդիկ են դերասանները։ Այսինքն չի կարելի մի քիչ կարելի է իհարկե, եթե ես կառավարեի այդ ոլորտը, ես լրիվ ուրիշ հավասարություն կդնեի։ Ես հավասարություն կդնեի ամեն ինչին։ Խաչիկ ջան, հիմա մինչ իհարկե անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, ես ուզում եմ խոսել մի ոչ այդքան հաճելի իրողության մասին, որը տեղի ունեցավ քեզ հետ, որովհետև քանի տարի առաջ, դա մեկ 23 թվականի ծնունդիս օրը, հուլիսի 16-ին Լաս Վեգասում։ 23, երբ քեզ մոտ ախտորոշվեց հա հիվանդություն, ես խնդրեմ մի քիչ ավելի մանրամասնես, ոնց դա ստացվեց եւ հետո պայքարը, ես իդեպ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ դու պայքարող տեսակ ես եւ շարունակում ես պայքարել եւ ամեն ինչ շատ լավ է լինելու, ես դրանում համոզված եմ, արդեն երևում է, բայց այնուամենայնիվ ոնց դա ստացվեց, ինչ ստացվեց, որովհետեւ Իմ կյանքում շատ բաներ անսպասելիորեն գալիս են ու անսպասելիորեն գնում են։ Ծնունդիս օրն էր 23 թվականին, ընկերներով գնացել ենք Լաս Վեգաս նշելու ընտանիքներով։ Տենց ված զգացի ինձ, ճիշտ ասած, այս երիկամային հատվածում, հետո շատ ված զգացի, հետո շատ ավելի վատ ու ոնց որ չմնացինք տեղ, հետ եկանք։ Այդ օրը հենց նույն օրը։ Հետ եկանք, այո, գնացինք հիվանդանոց, ամսի 18-ին արդեն նկարներով նկարեցին, եկան ասացին, որ երիկամը մյուս երիկամից 10 անգամ մեծացած է ու ինքը ոնց որ շրջապատված է այդ քաղցկեղի բաներով։ Այդտենց սկսվեց ամեն ինչ, որ հեռացեցին երիկամը, վիրահատություն, հետո դրանից հետո մի ամեն ինչ լավ էր մի 2 ամիս, ոնց որ մինչև լավանում է ես կոմենկոմ, հետո հայտնաբերվեց այդ փոքրիկ մի մասնիկը, այսինքն հա, այդ նոդա կոչվում դա, այդ նոդը, հետո դրանից հետո արդեն դարձավ մետաստազ, շատացավ ու միջոմա շարունակվում է ու ես դեռ պայքարում եմ դրա։ Դե ես ամենայն դեպս գիտեմ, որ դու Գերմանիայում ես եւ բավականին հաջող, հա, Գերմանիայում այսպես բուժում եղավ եւ այստեղ եւ Գերմանիայում եւ հիմա շարունակվում է այդ ամենը։ Այստեղ ճիշտն ասած աշխատողություն եղավ իմ բժիշկների թիմի կողմից, իրանք էլ դա հենց ասացին, որ տենց է, իրանք աշխատողությունը կար, իրանք բաց թողումը, որ իրանք հետևական չեղան, թե ժամանակների, թե դեռ ապոյնտմենտներով է, չէ, ժամանակ են տալի ժամադրություն, ասենք իրանք ճիշտ չէին դրանք հաշվարկել։ Հա, պետք է ավելի շուտ։ Դեռ ավելի արագ է պետք, որտեղ մետաստազը դա ինքը կարա ագրեսիվանա ու իրանք հասցրեցին այդտեղ, որ ինքը արդեն ագրեսիվ տարածում, ես մի 3-4 օրվա ընթացքում հասկացա, որ գալարում եմ ցավերի մեջ, էլ չեմ դիմանում։ Այդ ժամանակ մի անգամից որոշում կայացվեց տոմս առնել ու թռնել Գերմանիա, 3 օրվա մեջ ա եղել դա։ Ու ես ցավերի մեջ գալարվելով հասել եմ Գերմանիա, ունդեղ ցուցաբերել ինձ առաջին այդ օգնությունները ու հայտնաբերել են, որ ուղեղից մեջ ա դաժե արդեն տարածվել, իսկ իրանք ստեղ ոչ մի բան չեն ասել դրա մասին։ Որտեվ անհետևական վիճակ է, եթե այսօր զանգում ես ժամադրություն վերցնելու, ամսի 10-ն է, իրանք քեզ ժամադրություն են տալիս ամսի 27-ին։ Դու ասում ես բժիշկը քեզ շուտ պետքա տեսնի ամսի 27-ին, ասում բայց այդտեղ 16 օր ժամանակ կա։ Հա, հետո զգացի որ չէ, այդտեղից պետքա թռնել, որտեվ ինքը ճիշտ չի ու էլի էլս է տենց բաներ որ այդտեղ կա։ Բախտդ բերում է, եթե լավ մասնագետների խմբի մեջ ես են գնում, կարող է եւ բրծնես, բախտդ եթե չի բերում, իրանք ուղակի գումարը գալիս է ու մնացածը չի արվում։
Գերմանիայում միշտ է տարբերությունը, իհարկե մեր հարազատների, մեր ընկերների, մեր հետևորդների շնորհիվ Այո։ այդ գումար հավաքել, մյուս ինձ տվեց մի հատ ոնց որ երկրորդ կյանք, որ գիտեք ինչ պետք է գնալ առաջ։ Այո։ Ու ընդեղ էլ արդեն որ գումարը վճարում ես ամեն ինչը նորմալ է, մարդիկ կողքեդ պտտվում են ու էսի է ժամին է, էսի ժամին է, էսի այս sense ամեն ինչը հետեւական, դրա համար այսօր երեք ճիշտ ասած ես բանում էի, հիվանդանոցում էի, նկարեցին, այսօր արդեն հասկացանք, որ հետ քաշված ահագին մետաստազներ կան, որ չկան, իհարկե կան նաև էլի օջախներ, որ նորից պետքա անցնել երկրորդական կուրս այս ամեն ինչի համար, բայց գիտեմ, որ էֆեկտիվ է եղել ամեն ինչ որ անում եմ, էլի Գերմանիայում։ Շատ լավ, Խաչյան, դե առողջություն ենք մաղթում իհարկե քեզ, բոլորիս։ ամենայն դեպս այո, քո երկրպագուները, քո ընկերները բոլորն էլ քո կողքին են եւ իհարկե կարծում եմ ամեն ինչ շատ լավ կլինի, համոզված եմ առավել եւս, որովհետեւ իհարկե շատ կարեւոր է, երբ գիտես, երբ այ կա պոզիտիվություն, այսինքն դու պոզիտիվ ես տրամադրված, դա շատ կարեւոր է եւ մարդը ինչպեսի է տրամադրված, որովհետեւ եթե մարդը ընկճվի եւ այլ այդ նույն իմունիտետը արդեն ընկնում է եւ դրանից իհարկե գլուխ են բարձրացնում տարբեր տեսակի հիվանդություններ եւ դուք հաղթահարելու ես եւ դրանում համոզված եմ։ Իհարկե։ Շատ լավ։ Խաչիկ ջան, դե հիմա եթե դեմ չես մենք անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, ինքը մի քիչ այսպես երաշտահ հումորային կարելի է ասել, այդպես երգում ես, չես երգում, չէ՞, մենք խոսացինք, չես երգում, ես էլ չեմ երգում, ասել։ Որ խմած եմ լինում երգում, բայց այդ արդեն ահագին ժամանակա չկա։ Բայց որ խմում ես երգում ես։ Խմում երգում, հետո իմ երգացը որ դնում եմ լսում, ասում նա շուտ ջնջեք, էս ոչ չէ։ Ստեղ ընդ չասեք որ ես եմ։ Խաչիկ ջան, հիմա մենք միասին 3 հատ երգի հատված ենք լսելու, տարբեր երգեր։ Երգերը կարող է ճանաչված լինեն, չճանաչված, դա չի կարևորը։ Երգը ընդհատվելու է։ Ես քեզ 4 տարբերակ շարունակության ասելու եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Եվ դու պետք է ընտրես ճիշտ տարբերակը։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր։ Հա, ով է ուզում դառնալ մոտավորապես, ուղղակի մեզ մոտ զանգ ընկերոջ չկա, 50-50 չկա, դալիճ օգնություն էլի չկա, մենք պետք է միասին փորձենք, լավ։ Գնացինք։ Տեսնենք, ամենայն դեպս փորձենք իհարկե գուշակել։ Սիրելի հեռուստադիտողներ, դե այս պահին Խաչիկի հետ, Խաչիկ Ունանյանի հետ մենք այս պահին միանգամից անցնում ենք հաղորդման երկրորդ էջին եւ խնդրեմ առաջին երկի հատվածը միասին լսենք։ Խոսիր, դու հետս խոսիր, հիմա շարունակությունը։ Խոսիր, դու հետս խոսիր 2 բառ։ Երկրորդ տարբերակը խոսիր, դու հետս խոսիր անջիգար։ Խոսիր, դու հետս խոսիր պարավյար։ Եվ խոսիր, դու հետս խոսիր այ հիմար։ Նա 2 բառ անջիգար, պարավյար, այ հիմար։ Անջիգարը չի լինի, ինձ թվում է հիմար։ Պարավյարը Անջիգար ինձ թվում է։ Անջիգար, այո։ Բանոր ասեցի չի լինի։ Չէ, անջիգարը կլինի, հիմարը չի լինի, խառնեցի դերը։ Խոսիր, դու հետս խոսիր այ հիմար։ Չէ, դա չի լինի։ Գալիս է, պատկերացնում ես եկելատուն գիշերաժամ 1-ին, լավ խմած, այսպես խմիչքով նստած այս։ Ոչ մի բան չի ասում, ասես նայում է, բայց տիկնոջն է նայում, տիկնոջը ասում է՝ «Ուր էիր»։ Ինքը լի ձեն չանում։ «Ուր էիր»։ Խոսի։ Դու հետս խոսեի հիմար, այդ դեպքում հնարավոր է։ Հիմար լես։ Այո, այդ դեպքում հնարավոր էր, բայց անջիգար։ 2 բառն է, չէ։ Շատ լավ։ Խոսիր, դու հետս խոսիր անջիգար, այս տարբերակ ընտրեց Խաչիկը, մենք հիմա միասին լսենք ճիշտ է դա թե ոչ եւ անցնենք երկրորդ երկի հատվածին։ Խնդրեմ։ Ես ճիշտ եմ ասել։ Այո։ Անջիգար, խոսիր, անջիգարն եք դες որ դեպքում է, երբ որ ինքը խմած գալիս է տուն, բայց կինը չգիտի որտեղ է։ Այս երկրորդ դեպքում, այսը գիտի անջիգար, դե խոսի հետ, անջիգար իմանամ ուր է եղել, կարող է ուրիշի հետ է եղել խմել։ Այդ նորմալ է, չէ՞, թե ուրիշ հետ խմում, այդ է հավոր է, բայց եթե տղերքով ոչ։ Անջիգար իհարկե։ 1-0 Խաչիկը հաղթում է սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք հիմա միասին խնդրեմ անցնենք մեր երկրորդ երկի հատվածին։
հիշում եմ անգամ մեր հանդիպման առաջին օրը, հիշում եմ նաև բառն ասել։ Հիշում եմ նաև քո տված սիրո խոստումը։ Հիշում եմ նաև մեր սիրո առաջին համբույրը։ Հիշում եմ նաև վերջին անգամ պարտկով տված իմ փողը, եւ չորրորդը հիշում եմ նաև քո վերջին այն մի զզվելի ցանկությունը։ Առաջինը երևի։ Քո տված սիրո խոստումը։ Իսկ առաջին համբույրը ոչ։ Չէ, համբույր, դա չնայած այս երկում կարար լիներ տենց բան։ Այս CD-ն կտակ վերջում ես։ Եկեք ընտրենք առաջինը։ Իսկ թվում առաջինը։ Նա հիշում եմ անգամ մեր հանդիպան առաջին օրը, այսինքն առաջին օրն է հիշում եմ նաև քո տված սիրո խոստումը կարա լինի, իհարկե, բայց կարա լինի մեր սիրո առաջին համբույրը, այսինքն գուցե հենց այդ առաջին համբույրն առաջ օրը տեսա։ Ես իհարկե չեմ ասում, ես չեմ ասում։ Սառնում ես, սառնում։ Հա, ես բան չունեմ ասելու, ըստեղ նաև կա մեր հանդիպման առաջին օրը պարտկով տված այդ փողն էլա կարող է տվել այդ օրը։ Չէ, էսի չի լինի, երկում չէր ասի, էլի։ Չէ։ Թազա պարտք հավաքելու ձև, փողը որ տվելա, ասլա փողը եփ ես տալու ու ինքը մի շատ զզվելի շատ զզվելի ցանկություն ասել, այ հետո կտամ փողը դրանից։ Հա, ու ինքը հիշում այդ զզվելի ցանկությունը ու ասլա մնա քեզ այդ փողը։ Չնայած գնաց դու ջանդամը։ Չասեմ, հատես տարբերակ լիներ։ Մի խոսքով ես ընտրում եմ առաջինը։ Քո տված սիրո խոստումը։ Շատ լավ։ Հիշում եմ անգամ մեր հանդիպման առաջին օրը, հիշում եմ նաև քո տված սիրո խոստումը, այս տարբերակը ընտրեց Խաչիկը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք վերջին երրորդ հատվածին, խնդրեմ։ Ամեն անգամ երբ հիշում եմ մեր անցած օրերը, տանջում են ջահրոքից մեր սիրով հուշերը։ Ամեն անգամ երբ հիշում եմ մեր անցած օրերը, տանջում են ջահրոքից մեր սիրով հուշերը։ Հիշում եմ անգամ մեր հանդիպման առաջին օրը, հիշում եմ նաև մեր սիրով առաջին համբույրը։ Դու ինձ հուշում էիր, էլի, ես չլես։ Ասում եմ, սենց եղավ, որ ես միլիոնատեր չդառա։ Դա իհարկե երրորդ տարբերակը։ Երրորդն ունենք, այո։ Այո, մեր սիրո առաջին համբույրը, որովհետև ես ոնց որ հասկանում եմ, իրանց մոտ մի օր ա եղել ամեն ինչ։ Այսինքն սա եղել է հանդիպման առաջին օրը, եղել է սիրո համբույրը, հետո զզվելի ցանկություն, հետո պարտքով տված փողը։ Մեկ էլ էս անիմաստ երկը։ Առաջացավ այս հիմար երկը։ Եվ այսպես 1-1 Խաչիկ ջան եւ երրորդ վերջին տարբերակը երկը պետքա լսենք եւ փորձենք հաղթել, լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, խնդրեմ դուք էլ մասնակցում եք մեզ հետ միասին երրորդ երկի հատվածը լսենք այս պայն։ Այն օրը երբ ես տեսա, ասի հաստացելս էսա, մոտեցա ու քեզ ասեցի, այս իմ ուջար մի բան ասա, չխոսեցի դու լռեցի, շփոթված ինձ նայեցի, քո հայացքով ետեմ ատակ կարծես ինձ սերատեցի, չխոսեցի դու լռեցի, շփոթված ինձ նայեցի, քո հայացքով ետեմ ատակ կարծես ինձ սերատեցի, Ինչ որ պատմում ա խզոխոր ու տանեմ, հիմա ուրա տանում, ու տանեմ մեր տուն մորս հետ ծանոթացնեմ։ Չէ, իհարկե։ Ու տանեմ սուպերմարկետ համով բան առնեմ։ Իհարկե ոչ։ Ու տանեմ կինոթատրոն ու լավ տեղեր։ Էդ էլ չեղավ։ Եվ չորրորդը ու տանեմ, բերեմ, առաքիչ տղա եմ։ Չորրորդն է, տանեմ բերեմ։ Կտանի հիմա ասեմ ինչի համար տանեմ բերեմ, որովհետև մեր ռաբիս երաժշտությունների մեջ, երգերի մեջ հիմնականում որ մի երգից այն մյուս երգ գնաս, բառերը հանես դնես տեղ, այդ նույն երգն է ստացվում։ Համամիտ եմ։ Դրա համար վերջի տարբերակ։ Այսինքն բերեմ, առաքիչ տղա տանեմ մորս հետ ծանոթացնեմ չի լինի։ Լավ, արի մեծ հերթով ասնեմ։ Մեր տուն մորս հետ ծանոթացնեմ, դե կարա լինի, բայց Բայց կարա լինի, բայց մորս հետ տանում եմ ծանոթացնեմ մամայի հետ։ Դե չնայած երևի պետք է առաջի ոչ թե մորս այլ ծնողներիս հետ երևի։ Ծնողներից ծանոթացնեմ, հա, պապան ուր էր, չէ՞, ասենք։ Հա, որովհետև վերջը մաման միշտ դեմա լինելու, պապան միշտ կողմ։ Այդ տենց է։ Պապան կարևոր է այդ հատվածը։ Ցանկացած ընտանիքում մաման դեմա, կապ չունի ինչ աղջիկա, մեկը մաման դեմա։ Պապան էլ ասում է ցենտր աղջիկա բեր։ Տղեն հավանել է վերջ, պապան ուրիշ է։ Հա, այո։ Սուպերմարկետ համով բան առնեմ, Դա իհարկե, եթե կարա լինի, եթե սուպերմարկետը հովանավորել է այս երգը։ Բայց չէ, երևի ինձ թվում է չէր տա ինքը սուպերմարկետը։ Եվ կինոթատրոն լավ տեղեր։ Կինոթատրոնն չի կարա լինի, որտեվ տվյալ երգիչ ինձ թվում է կինոթատրոնից հեռու անձնավորություն։ Չէ, մենք կապ չունի, բոլոր Բայց երգերը չէ մեր երգի ինքը էլի դրա մասին։ Չէ, բա նայ Այս ոճի երգեր Նայ, խաչ, արի այս 4-ից օրինակ, մենք այս 4 վերցնենք
որը ավելի հետաքրքիր կլինի, որ տանեն, հա, то есть Կինոթատրոնը բնականաբար։ Կինոթատրոնը։ Հա, մաման ոչինչ թող մնա տանը։ Մաման ուշքը papai հետ կծանոթացնի, դե սուպերմարկետը մի քիչ անիմաստ է, որովհետև իրար հետ հանդիպում են, պատկերացնում ես ժամադրություն, տղան ծաղիկով սպասում է, աղջիկը գալիս է, տղան ծաղիկ Պաչում ես ուր են գնում, գնանք սուպերմարկետը փոխարենք։ Ես հիշեցի մի անեկդոտ, հիշում ես, մի անեկդոտ կար, որ ուր են գնում, մտնեմ դեղատուն չայի համար բան առնեմ, էլի։ Ուր են գնում ենք տեղ խմելու, կանգնում են ճանապարհին, հա, տղեն գնում է դեղատուն, ասում ուր ես գնում, ասում չայի համար բան առնեմ։ Լավն է։ Մոտավորը այս սուպերմարկետ դրա համար Հա, կինոթատրոնը չէ։ Դե բայց բերեմ առաքիչ տղա եմ։ Չէ, լավ է, տես չինի։ Արի կինոթատրոն իհարկե։ Կինոթատրոն ինձ թվում է ավելի։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակը։ Ես այդ առաքիչի պահը չէի լսել ճիշտ ասած։ Ինձ թվաց պրոստը տանեմ բերեմ։ առաքիչ տղա։ Չէ, դա չէի լսել։ Բնականաբար կինոթատրոնը դա դնեինք։ Ու տանեմ կինոթատրոն ու լավ տեղեր, այս տարբերակը ընտրեց Խաչկը ճիշտ է, դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ տեսնենք իհարկե կհաղթի Խաչկը թե ոչ։ Խնդրեմ։ Չասեք սուպերմարկետ այլի։ Չխոսեցիր դուլավեցիր, չփոխվացին սարեցիր, քո հայացքով ետեմ անգամ կարծեսին սերատեցիր, տանեմ կինոթատրոն։ Ասում եմ առաքիչը որ լսեի սկզբից միանգամից կընտրեի այդ տարբերակը։ 2-1 Խաչ ջան հաղթեցիր, բրավո։ Այո, ես դարձա միլիոնատեր։ Միլիոնատեր դարձավ Խաչկը այդպես որ։ Եվ Խաչիկ ջան, եւ իհարկե մենք մինչ իհարկե մեր հաղորդման ավարտը ես եւս մեկ անգամ թույլ տում եւս մեկ անգամ մեր հովանավորներին շնորհակալություն հայտնեմ սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ անգամ ուզում եմ հիշատակել նշել մեր հովանավորներին շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը եթե դուք ունեք վնասակար սովորություններ ունեք խնդիրներ եւ ցանկանում եք ձերբազատվել կամ ձեր շրջապատում կամ նման մարդիկ ապա պետք չէ հապաղել պետք է պարզապես զանգարել 911 Detox Center Եվ հարցը լուծել շատ արագ։ Հեռախոսահամարն է 409 9911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ ամեն մի հարմարություն կա, որպեսզի դուք լավ լիարժեք ժամանակ անցկացնեք, որովհետև ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով։ Շատ հարմարավետ համարներ, պայմանները շատ լավն են, մի խոսքով մտածելու կարիք չկա, հանգստյան օրերը կամ պարզապես օրեր, եթե դուք ուզում եք լավ ժամանակ անցկացնեք, ամրագրում եք տեղերը եւ գնում եք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Խաչիկ ջան, ես էլ քեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել մեր այսօրվա երեկոյի համար, շատ անկեղծ, ասեմ, շատ անկեղծ էր։ Եվ իհարկե ես մաղթում եմ, որովհետև գիտեմ, որ արդեն պետք է մեկնես դեպի Գերմանիա, ես մաղթում եմ քեզ առողջություն։ Մենք արի պայմանավորվենք այսպես, որ մի որոշ ժամանակ հետո արդեն եւս մեկ անգամ հանդիպում կունենա, դու կպատմես ինչպես այդ լիարժեք արդեն այդ ամենը հաղթարեցիր եւ ուզում եմ դու իմանաս, որ քո բոլոր ընկերները, քո բոլոր մտերիմները, հարազատները, բարեկամները, երկրպագուները քո կողքին են եւ Առաջ առողջություն ամենակարևորը։ Շնորհակալ եմ Արմեն ջան, ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներիս մենք արդեն հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի, իհարկե 22:30, իհարկե AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։
Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։